ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ուկրաինայի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների խորացմանը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանում անընդունելի են համարում դաշնակիցների ու գործընկերների կողմից Կիևի հետ սիրախաղը։ Զախարովայի խոսքով նման քաղաքականությունը լուրջ ռիսկեր է պարունակում նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում։ Նա քննադատել է Կիև այցելություններն ու Ուկրաինայի ղեկավարության հետ քաղաքական շփումները։ Զախարովան նաեւ պնդել է, որ Ուկրաինան հայտնվել է արևմտյան երկրների ֆինանսական, տնտեսական եւ ռազմատեխնիկական կախվածության մեջ։ ՌԴԱԳՆ ներկայացուցիչի հայտարարությունից հետո հարց է առաջանում, արդյոք Մոսկվայի ուղերձը վերաբերում է նաեւ Հայաստանին ու Ադրբեջանին։ Լոռու մարզի բնակավայրերից մեկում մեքենան վարելու հարցի շուրջ սկսված վեճը վերածվել է զանգվածային ծծկռտուքի։ Միջադեպին սկզբում մասնակցել են երկու կանայք, որոնք քաշքշել են միմյանց։ Այնուհետև վիճաբանությանը միացել են նրանց հարազատները ու եւս մի քանի անձինք։ Ըստ հրապարակման մի քանի տղամարդիկ ձեռքերով եւ ոտքերով հարվածել են 3 անձի։ Դեպքի հետևանքով մի քանի քաղաքացի մարմնական վնասվածքներ է ստացել։ Ոստիկանությունը կազմված փաստաթղթերը փոխանցել է քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչություն։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանի խոսքով նախաքննության ընթացքում նրա վստահորդին մեղադրել էին միլիոնավոր դրամների հափշտակության մեջ։ Փաստաբանը պնդում է, որ մեղադրանքի հիմքում ընկած ցուցմունքները չեն համապատասխանել իրականությանը։ Նախաքննության մարմինը 10 ամիս ուսումնասիրել է 1262 բանկային գործարք։ Ըստ փաստաբանի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ թեմն ու մայրաթոռը համապատասխան գումարները վճարել են ամբողջությամբ։ Փաստաբանը նաև նշել է, որ Նաիրա Ալավերդյանը ամիսներ շարունակ կալանքի տակ է եղել եւ այդ ընթացքում ունեցել է առողջական ու ֆինանսական խնդիրներ։ Վերաքննիչ դատարանը վերացրել է Արեգ Նազմանուկյանի մերձավոր ազգականների հետ շփվելու արգելքը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Փաստաբանի խոսքով դատարանի որոշմամբ Մանուկյանին թույլատրվել է շփվել մերձավոր ազգականների հետ։ Միաժամանակ նրա նկատմամբ կիրառված կալանքը մնացել է ուժի մեջ։ Այսպիսով դատարանը փոխել է խափանման միջոցի սահմանափակումներից մեկը։ Մնացած մասով նախորդ որոշումը պահպանվել է։ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի կունենան թիմ ընտրություններ։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի եւ Լոռու մարզերի մի շարք համայնքներում։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ նախատեսված են Լոռու մարզի Ֆիոլետովո եւ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։ Կուսակցություններն ու դաշինքները ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը։ Մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցման համար փաստաթղթերը ներկայացվելու են սեպտեմբերի 20-ից 25-ը։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Նա ավարտել է Երևանի պետական համալսարանը, Հայդելբերգի համալսարանը եւ Քեմբրիջի համալսարանը։ Ավետիսյանը Քեմբրիջում ստացել է մերձավոր արևելքի ուսումնասիրությունների դոկտորի աստիճան։ Նա մասնագիտացել է արևելագիտության, հրեա-արաբական ձեռագրերի, բժշկական ձեռագրերի եւ մերձավոր արևելքի ուսումնասիրությունների ոլորտներում։ Տարբեր տարիներին աշխատել է Մատենադարանում, դասավանդել է Բրյուսովի անվան պետական համալսարանում, Քեմբրիջում եւ Ռատգերսի համալսարանում։ Նա նաև ունի միջազգային գիտական բազմաթիվ հրապարակումներ, գիտաժողովների մասնակցության փորձ։ Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային անվանել է ԱՄՆ-ի խամաճիկ պետություն համատեղ զորավարժությունների կրճատումից հետո։ Կիմ Չեն Ընի քույրը Կիմ Յո Չժոնը հայտարարել է, Թրամփի որոշումը Սեուլին անհարմար դրության մեջ է դրել։ Նրա խոսքով Հարավային Կորեան անգամ չի կարող բողոքել ամերիկացի զինվորների հեռանալու կապակցությամբ։ Փհենյանը նաև կասկածի տակ է դրել Թրամփի հայտարարությունը Կիմ Չեն Ընի հետ կապերի վերականգնման մասին։ Դրանից հետո Հյուսիսային Կորեան արձակել է կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների շարք։ Իսրայելի եւ Թուրքիայի միջև Սիրիայի շուրջ մրցակցությունը կտրուկ սրվել է։ Աբու Դուհուր ավիաբազային հասցված իսրայելական հարվածից հետո Անկարան դատապարտել է հարձակումը, իսկ Անկարայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքային անվանել է անհարկի էսկալացիա։ Իսրայելը պնդում է բազայում թուրք զինվորականների հայտնվելը սպառնալիք է իր անվտանգությանը։ Թուրքիան հերքում է այդ պնդումները եւ Իսրայելին մեղադրում է էքսպանսիոնիստական եւ ապակայունացնող քաղաքականության մեջ։ Իսրայելում Թուրքիայի աճող ռազմական ներկայությունը արդեն սկսել են համեմատել Իրանի նախկին ազդեցության հետ։
Ճապոնիան կուտակել է մոտ 44.4 տոննա պլուտոնիում, ինչը կարող է բավարար լինել շուրջ 5.500 միջուկային մարտագլխիկ արտադրելու համար։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյը։ Նրա խոսքով Ճապոնիայի միջուկային ներուժը լուրջ մտահոգության պատճառ է։ Հատկապես ուշադրության է արժանանում այն փաստը, որ Ճապոնիան ունի օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման եւ պլուտոնիումի արդյունահանման տեխնոլոգիա։ Դիվանագետի տվյալներով Ճապոնիայի պահեստարաններում կա եւս մոտ 191 տոննա չլուծված պլուտոնիում։ Չինական կողմը նման հայտարարությունները դիտարկում է որպես անվտանգության լուրջ մարտահրավեր։ Ուկրաինան պարտվում է բոլոր ճակատներում եւ ի վերջո ստիպված կլինի բանակցությունների վերադառնալ Մոսկվայի հետ։ Հոդվածի հեղինակ Թեդ Սնայդերի խոսքով Ռուսաստանը շարունակում է մեծացնել պատերազմի տեմպերը։ Նրա գնահատմամբ ստեղծված իրավիճակում Կիևը ստիպված կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Միաժամանակ ըստ հեղինակի Ուկրաինան կարող է ավելի վատ պայմաններով համաձայնության հասնել։ Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից նոր ռազմական գործողությունների դեպքում պատրաստ է կիրառել ավելի հզոր զենքեր։ ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին նշել է, հաջորդ պատերազմի դեպքում իրանական զինանոցը կարող է էապես տարբերվել նախորդ փուլից։ Նրա խոսքով փոփոխությունները կարող են վերաբերվել մարտագլխիկներին, հրթիռների ճշգրտությանը եւ հեռահարությանը։ Իրանական կողմը հայտարարել է, ամեն օր աշխատում է ռազմական հնարավորությունների կատարելագործման ուղղությամբ։ Թեհրանը պնդում է, նոր զինատեսակները պետք է լինեն ավելի ճշգրիտ, կործանարար եւ տեխնոլոգիապես առաջադեմ։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Ռուսաստանը հավանաբար աշխարհում միակ երկիրն է, որ ունի միջուկային էներգետիկայի ամբողջ շղթայի կարողությունները։ Նրա խոսքով Ռուսաստանը պահպանում է նաև ատոմակայանների աշխատանքի անվտանգության եւ հուսալիության բարձր չափանիշները։ Պուտինը նշել է, այդ առավելությունները Մոսկվային թույլ են տալիս առաջատար դիրք զբաղեցնել արտերկրում ատոմակայանների կառուցման ոլորտում։ Նրա գնահատմամբ ամբողջ շղթայի վերահսկումը Ռուսաստանի կարևոր առավելություններից է։ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, ԱՄՆ-ն կարող է աջակցել Միխայիլ Ֆեոդորովի թեկնածությանը որպես Ուկրաինայի ապագա նախագահի։ Նրա խոսքով Ֆեոդորովը կարող է դառնալ Վաշինգտոնի ընտրությունը, եթե հետևի ԱՄՆ-ի հրահանգներին։ Ազարովը վերջինիս հնարավոր այցը Վաշինգտոն կապել է նրա քաղաքական ապագայի վերաբերյալ քննարկումների հետ։ Նա չի բացառել, որ ամերիկյան կողմը կարող է ընտրություն կատարել Ֆեոդորովի կամ մեկ այլ թեկնածուի օգտին։ Նախկին վարչապետը հարցականի տակ է դրել այդ դեպքում Ուկրաինայի քաղաքական անկախությունը։ Կառավարությունը 2026-ից 2031 թվականների ծրագրում նախատեսում է ընդլայնել տարածաշրջանային էներգետիկ համագործակցությունը։ Ծրագրի համաձայն Հայաստանը պետք է ինտեգրվի տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքներին եւ շուկաներին խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակում։ Նախատեսվում է զարգացնել ատոմային, գազային, հիդրո, արևային եւ այլ վերականգնվող էներգետիկ հզորությունները։ Մինչեւ 2040 թվականը արևային եւ հողմային էներգետիկայի հզորությունը նախատեսվում է հասցնել 2000 մեգավատի, իսկ մինչեւ 2031 թվականը կուտակիչ կայանների հզորությունը առնվազն 800 մեգավատի։ Ծրագիրը նախատեսվում է նաև ՀԱԵԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում մինչև 2036 թվականը եւ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի մեկնարկ։ Կառավարությունը նաև նախատեսում է խթանել Թուրքիայի, Ադրբեջանի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությունը նոր էներգետիկ կապուղիների ընդլայնման նպատակով։ 2026 թվականի առաջին 6 ամիսներին Հայաստանից Եվրամիություն արտահանման ծավալը գերազանցել է $516 միլիոն։ Կառավարության տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է շուրջ $287 միլիոն։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է ավելի քան 80%-ով։ Աճը գրանցվել է 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում։ Ադրբեջանի իշխանությունները օկուպացված Արցախի Մարտունու շրջանում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցին վերածել են ռազմական վարժարանի։ Այս մասին հայտնում է Արցախի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման գործակալություն ՀԿ-ն։ Կազմակերպության փոխանցման պատմության եւ մշակույթի հուշարձանի պահպանության գոտում անցկացվում են ռազմական ուսումնավարժություններ, այդ թվում հրետանային հրաձգությամբ։ Գործակալությունը նախազգուշացնում է, որ նման գործողությունները կարող են վտանգել հուշարձանի պահպանությունն ու ֆիզիկական ամբողջականությունը։ Եկեղեցին կառուցվել է 1864 թվականին 16-րդ միգրելական գրենադերական գնդի կողմից եւ ոցվել 1868 թվականի փետրվարի 9-ին։ Արցախի հայկական վերահսկողության տարիներին այն ընդգրկված էր պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում եւ գտնվում էր պետական պահպանության ներքո։
Զինված ուժերում ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով համակարգային լուծումներ մշակելու համար միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Խմբի հիմնական խնդիրն է մշակել եւ վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ։ Որոշման համաձայն այդ աշխատանքը պետք է իրականացվի 3 ամսվա ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 1991 թվականի քարտեզների համաձայն Արցվաշենը Հայաստանի տարածքն է, իսկ Տիգրանաշենը Քյարքին, Բարխուդարլուն եւ Յուղարիասկի պարան ոչ։ Վարչապետի խոսքով սահմանազատման հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով հաշվի առնելով նաեւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շահերը։ Նա նշել է, որ Արցվաշենից տեղահանվածների շրջանում ոչ բոլորն են ցանկանում վերադառնալ։ Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանի հետ այս հարցի լուծման հստակ պայմանավորվածություն դեռ չկա։ Արժեւն փակ քվեարկությամբ ընտրվել են մշտական հանձնաժողովների նախագահները, իսկ ուժեղ Հայաստան խմբակցության առաջադրած մի շարք թեկնածուներ չեն ընտրվել։ Վիլեն Գաբրիելյանը ընտրվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Արուսեկ Ջուլհակյանը ղեկավարի պետաիրավական հարցերի, Սարգիս Խանդանյանը արտաքին հարաբերությունների, իսկ Բաբկեն Թունյանը տնտեսական հարցերի հանձնաժողովները։ Պաշտոններում ընտրվել են նաեւ Լուսինե Բադալյանը, Նազելի Բաղդասարյանը, Տրթած Սարգսյանը, Սիսա Գաբրիելյանը եւ Լիլիթ Գալասյանը։ Միաժամանակ ուժեղ Հայաստան խմբակցության թեկնածուներ Արեգ Հովսեփյանը, Դավիթ Ղազինյանը եւ Հայկ Ֆարմանյանը չեն ընտրվել համապատասխան հանձնաժողովների նախագահների պաշտոններում։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի եւս 2.725 տոննա ցորեն։ Ցորենը Հայաստան կտեղափոխվի 39 վագոնով Բեյու Քեսիկ կայարանից։ Իրանի պատասխան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների իրեն է վերցրել Կալիֆոռնիան։ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում Իրանի հյուպատոսարանը սոցիալական ցանցերում հրապարակել է քարտեզ։ Քարտեզում Կալիֆոռնիան ներկայացվել է որպես Իրանի նոր տարածք։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խիստ դատապարտել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բենգվիրի ամեն օր տասնյակ թշնամիներ սպանելու կոչերը։ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Սեբաստիան Հիլեն Բենգվիրի խոսքը անվանել է մարդահատյաց եւ միջազգային իրավունքին հակասող։ Բենգվիրը Համասի նախկին պատանդ Ռոմ Բրասլավսկու հետ փոդքասթում հայտարարել է, որ անհրաժեշտ է ամեն օր սպանել 30-ից 40 թշնամու։ Նա նաեւ ասել էր, որ Գազայի հատվածում կան մարդիկ, որոնք արժանի չեն ապրելու, սակայն պարզ չէր խոսքը միայն մարդիկների թե ընդհանրապես պաղեստինցիների մասին է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում կորցրել են 1390 զինծառայող։ Ըստ տվյալների, հյուսիս, արևմուտք եւ հարավ զորախմբերի գործունեության գոտիներում ուկրաինական կողմի կորուստները կազմել են շուրջ 660 զինծառայող։ Եվս 730 զինծառայողի կորուստից գերատեսչության գրանցվել է կենտրոն արևելք եւ Դնեպր զորախմբերի հետ մարտերում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաեւ հայտնել է մեկ օրում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ավելի քան 1500 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Չինաստանն եւ Ռուսաստանը պատրաստ են պաշտպանել երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները Ճապոնիայի հետ կապված հարցերում։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը։ Նրա խոսքով Պեկինն ու Մոսկվան Ճապոնիայի հարցում ունեն շատ մոտ դիրքորոշումներ եւ դեմ են պատերազմի արդյունքների վերանայման ցանկացած փորձի։ Դեսպանը նշել է Չինաստանն ու Ռուսաստանը ռազմավարական մակարդակով սերտորեն համաձայնեցնում են իրենց քայլերը եւ բարձրաստիճանի փոխըմբռնում ունեն։ Նա ընդգծել է, որ երկու երկրները պետք է բարձր զգոնություն ցուցաբերեն Ճապոնիայի արագացված վերառազմականացման նկատմամբ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, Ռուսաստանը պարտվում է այն պատերազմում, որը նրա խոսքով ինքն է սկսել։ Նրա հայտարարության համաձայն Ռուսաստանի պատասխան հարվածներ է հասցնում խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ֆոն դեր Լայենը նշել է, Եվրամիությունը համագործակցում է անդամ պետությունների եւ գործընկերների հետ Ուկրաինայի հակահրթիռային պաշտպանության կարողություններին աջակցելու համար։ Նրա խոսքով այդ աջակցությունը պետք է հնարավորություն տա Ուկրաինային կանխել մարդկային զոհերը։ ԱՄՆ-ի զինվորակալները գաղտնի նավագնացության միջանցք են ստեղծել Հորմուզի նեղուցում, օրական միլիոնավոր բարել նավթ փոխադրելու համար։ Ամերիկացի զինվորականները շուրջ 2 ամիս վերահսկում են նեղուցի հարավային նավարկուղին։ Աղբյուրներից մեկի խոսքով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարող է անհարմարություններ ստեղծել, սակայն նեղուցը չի վերահսկում։ Ներկայում նեղուցից օրական դուրս է բերվում շուրջ 10 միլիոն բարել նավթ, ինչը պատերազմից առաջ եղած ծավալի մոտավորապես կեսն է։ Վերջին շաբաթներին եղել են նաև գիշերներ, երբ Պարսից ծոցից արտահանվել է 15-ից 20 միլիոն բարել նավթ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտերին։ Գերատեսչության տվյալներով թիրախավորվել են նաեւ անօդաչու թռչող սարքերի եւ դրանց բաղադրիչների պահեստավորման վայրերը։ Հարվածներ են հասցվել նաեւ ուկրաինական զինված կազմավորումների եւ օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին։ Հարվածների հետևանքով թիրախներ են խոցվել Ուկրաինայի 147 շրջանում։ Գործողության ընթացքում կիրառվել են օպերատիվ մարտավարական ավիացիա, հարվածային անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ եւ հրետանի։ 2026-ից 2027 ուսումնական տարվա դասերը հանրակրթական դպրոցներում կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից։ Առաջինից 12-րդ դասարանների ուսումնական պարապմունքները 5-օրյա շաբաթվա դեպքում կավարտվեն 2027 թվականի մայիսի 21-ին, իսկ 6-օրյայի դեպքում մայիսի 22-ին։ Առաջին եւ երկրորդ դասարանների համար նախատեսված են առանձին աշնանային, ձմեռային եւ գարնանային արձակուրդների ժամանակացույցեր։ Երրորդից 12-րդ դասարանների աշնանային արձակուրդները նախատեսված են հոկտեմբերի 26-ից 30-ը հնգորյա եւ մինչեւ հոկտեմբերի 31-ը 6-օրյա շաբաթվա դեպքում։ Ձմեռային արձակուրդները երրորդից 12-րդ դասարանների համար կսկսվեն դեկտեմբերի 28-ին եւ կավարտվեն հունվարի 8-ին կամ 9-ին կախված աշխատանքային շաբաթից։ Գարնանային արձակուրդները երրորդից 12-րդ դասարանների համար նախատեսված են 2027 թվականի մարտի 22-ից 26-ը կամ 27-ը։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության Արմեն Աշոտյանի եւ փոխկապակցված անձանց գույքի բռնագանձման հայցը։ Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 3 անշարժ գույքի գնման իրավունք։ Դրանցից մեկը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, իսկ երկուսը Ավան վարչական շրջանում կառուցվող թաունհաուսներ են։ Պահանջվում է նաև բռնագանձել շուրջ 47 միլիոն դրամ որպես ապօրինի եկամուտների եւ միջոցների մնացորդ։ Բացի այդ, պահանջվում է բռնագանձել 338 միլիոն 366 հազար դրամ, որը ըստ դատախազության չի հիմնավորվում օրինական եկամուտներով եւ ունի ապօրինի ծագում։ Նշված գնումները ըստ ներկայացված պահանջի վերաբերում են 2005-ից 2026 թվականների ժամանակահատվածին։ Ճամբարակ Վահան ճանապարհին զինծառայողների վրա երթի դեպքի արդիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ վարույթը նախաձեռնվել է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտման հոդվածով։ Քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է։ Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ի վրա երթի հետևանքով մահացել էր զինծառայող Սուրեն Մամրեի Վարդանյանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության նոր ծրագրում բացակայում է Ղարաբաղյան շարժման գաղափարախոսությունը։ Նրա խոսքով Հայաստանի միջին եւ ավագ սերնդի գրեթե բոլոր քաղաքական գործիչները, ինչպես նաեւ երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչներ կապված են եղել այդ գաղափարախոսության հետ։ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը վերջին տարիներին որոշել է վերաիմաստավորել տարիներ շարունակ փակ մնացած էջերը։ Նրա խոսքով այդ գործընթացի արդյունքում ձևավորվել են խաղաղության օրակարգը եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Վարչապետը հայտարարել է, որ խաղաղության օրակարգի պայմաններում կառավարությունը ճգնաժամային կառավարումից անցնելու է սովորական կառավարման։ Կառավարության շենքի մոտ այսօր լարված իրավիճակ է ստեղծվել, երբ Վարդաշենի վթարային հանրակացարանների բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջել են իրենց ապահովել պատշաճ բնակարաններով, հրաժարվելով առաջարկվող դրամական փոխհատուցումից։ Բնակիչների խոսքով իշխանություններն առաջարկում են 1 սենյականոցի համար 7.8 միլիոն, իսկ 2 սենյականոցի համար 9 միլիոն դրամ։ Նրանց պնդմամբ այդ գումարները բավարար չեն Երևանում համապատասխան բնակարան ձեռք բերելու համար։ Ակցիայի ընթացքում ոստիկանների եւ քաղաքացիների միջև հրմշտոց է տեղի ունեցել, ինչի հետևանքով 42-ամյա տղամարդ է բերման ենթարկվել։ Ըստ ակցիայի մասնակիցների, տղամարդը միջադեպի ժամանակ հարվածել է ոստիկանին, իսկ նրա մոր ինքնազգացողությունը վատացել է եւ դեպքի վրա կանչվել շտապ օգնություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով ընտրությունների արդյունքներով Հայաստանում հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Նա հայտարարել է, որ այդ գաղափարախոսությունը դարձել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսությունը։ Փաշինյանի խոսքով ընտրությունների արդյունքները որոշակիորեն սահմանել են երկրի զարգացման հետագա ուղղությունը։ Նա նշել է, որ Հայաստանը թևակողում է պատմության նոր փուլ, որն անվանում են 4-րդ հանրապետություն։ 3-րդ հանրապետությունը հիմնադրվել է հենց առաջին օրից կոնֆլիկտի տրամաբանությամբ։ 4-րդ հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ, ասել է Փաշինյանը։ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը եւ Սիրանուշ Սահակյանը օգոստոսի 17-ին հանդիպել են ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԱԳՆ մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի վարչության, գերիների հարցով միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները։ Կողմերը կարևորել են ուղիղ երկխոսության հաստատումը եւ քննարկել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների մի շարք մարդասիրական հարցեր։ Խոսվել է նրանց պահման պայմանների, ֆիզիկական վիճակի, բժշկական վերահսկողության ծանրոցների ու
նամակների փոխանցման եւ ընտանիքների հետ կապի մասին։ Քննարկվել է նաեւ Վերոնիկա Զոնաբենդի Բաքվում կանանց միջազգային մարդասիրական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը։ Զոնաբենդն առաջարկել է մինչև օգոստոսի վերջ նշանակել պատասխանատու անձ, որը մշտական կապ կապահովի մարդասիրական հարցերի շուրջ։ Թրամփը հայտարարել է, Վաշինգտոնը կարող է Իրանի դեմ սահմանել շատ դրակոնյան պատժամիջոցներ, սակայն չի մանրամասնել, թե ինչ միջոցների մասին է խոսքը։ Հորմուզի նեղուցի իրավիճակի մասին խոսելիս նա նշել է, նավերը շարունակում են անցնել այդ կարևոր ջրային ճանապարհով, սակայն երթևեկության ինտենսիվությունը կարող է որոշ ժամանակ անց նվազել։ Թրամփի խոսքով նավարկության խախտումները ստիպել են աշխարհին նավթի մատակարարման այլընտրանքային երթուղիներ փնտրել։ Նա նաև ենթադրել է, ապագայում Հորմուզի նեղուցը կարող է ունենալ ավելի փոքր նշանակություն, քան նախկինում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, Իսրայելը չի հանդուրժի Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը։ Նրա խոսքով թուրքական ռազմական ներկայությունը սպառնալիք է Իսրայելի անվտանգության համար։ Նեթանյահուն նշել է, Իսրայելը Անկարային արդեն հստակ ազդանշան է ուղարկել, որ նման գործողություններ չպետք է իրականացվեն։ Ըստ երևույթին նրանք դա լավ չեն լսել, հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Նրա խոսքով Իսրայելը ստիպված է եղել քայլեր ձեռնարկել, որպեսզի իր ուղերձը Թուրքիային ավելի հստակ հասնի։ Ռումինիայի ռազմական ռադիոլոկացիոն համակարգը Ուկրաինայի սահմանային շրջանում հայտնաբերել է անօդաչուի թիրախների խումբ։ Իրավիճակը վերահսկելու համար Ռումինիայի զինուժը օդ է բարձրացրել 2 F-18 կործանիչ։ Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով անօդաչու թռչող սարքը մտել է երկրի օդային տարածք եւ ընկել Գրինդուից մոտ 4 կիլոմետր հյուսիս-արևելք։ ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, որը հետագայում հաջողվել է մարել։ Զոհերի կամ նյութական վնասի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Թրամփը հայտարարել է, Իրանի դեմ սկսում է աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ եւ մեկուսացում։ Նա հայտարարել է, ցանկացած երկիր, որը թույլ կտա իր ֆինանսական հաստատություններին, ձեռնարկություններին, օդանավակայաններին կամ պետական կառույցներին աջակցել Իրանին, կբախվի հսկայական տնտեսական հետևանքների։ Նրա հայտարարության համաձայն պատժամիջոցների թիրախում կարող են հայտնվել նավթի մաքսանենգությունը, սվոփ գծերը, դրամական փոխանցումները, փոխանակման կետերը, նավերի ռեգիստրները եւ կեղծ ընկերությունները։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի դեմ հայտարարված կործանարար տնտեսական գործունեությունը Վաշինգտոնի ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ է։ Նրա խոսքով այսպես կոչված տնտեսական D օրը կախված է ԱՄՆ-ի աննախադեպ պարտքի եւ տոկոսային ծախսերի կտրուկ աճի հետ։ Արաղչին պնդել է, ԱՄՆ վարչակազմի ձախողված քաղաքականության հետագա սրացումը միայն նոր պարտությունների կհանգեցնի եւ կուժեղացնի իրանցիների թշնամանքը։ Իրանի արտգործնախարարը Վաշինգտոնի քաղաքականությունը անվանել է տնտեսական ահաբեկչություն։ Մոսկվան պատրաստ է լսել Վաշինգտոնի նոր նախաձեռնությունները Ուկրաինայի շուրջ կարգավորման հարցում, սակայն ամերիկացի ներկայացուցիչների հետ նոր հանդիպման վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա։ Մարիա Զախարովայի խոսքով Ռուսաստանը դեռևս որևէ կոնկրետ առաջարկ չի ստացել ամերիկացի բանակցողների հետ նոր հանդիպումների վերաբերյալ։ Նա նշել է, որ լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների Մոսկվա հնարավոր այցի մասին, սակայն պաշտոնական հարցում դեռ չի ստացվել։ Զախարովան ընդգծել է, Ռուսաստանը պատրաստ է լսել Վաշինգտոնի կառուցողական նախաձեռնությունները, եթե դրանք հաշվի առնեն Ռուսաստանի ազգային շահերը։ Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, Սիրիայի հյուսիսում Իսրայելի հարվածը կարող էր Թուրքիայի եւ Իսրայելի միջև անմիջական ռազմական բախման պատճառ դառնալ։ Խոսքը Իդլիբի արևելքում գտնվող Էբու Զուհուր ռազմական օդանավակայանի ուղղությամբ իրականացված Իսրայելի հարվածի մասին է։ Նրա խոսքով իրավիճակը լուրջ եւ մտահոգիչ է, սակայն այն չի սրվել եւ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Նա հայտնել է, որ գաղտնի բանակցություններն ընթանում Իսրայել-Սիրիա բախումների կանխարգելման մեխանիզմը վերականգնելու ուղղությամբ եւ Թուրքիան կարող է ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունենալ այդ գործընթացին։ Քննությունն ավարտվել է։ Վարույթը վերաբերում է պետական դավաճանության եւ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքերին։ ՔԿ-ի փոխանցմամբ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Ըստ իրավապահների Անդրանիկ Թևանյանը 2024 թվականին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից եւ նրանց հանձնարարությամբ կատարել է լրտեսություն։ Քննության վարկածով նա պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները փոխանցել դրա դիմաց ստանալով 622,000 ԱՄՆ դոլար։ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ էլ քրեական հետապնդում է հարուցվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։
Հաագայում Եվրոպոլում բացվել է Հայաստանի Հանրապետության կապի սպայի գրասենյակը։ ՆԳՆ-ի փոխանցմամբ արդեն շուրջ 4 ամիս է Եվրոպոլում որպես կապի սպա պաշտոնավորում է Արա Ֆիդանյանը։ Նրա աշխատանքը նպատակ ունի առավել օպերատիվ եւ արդյունավետ դարձնել Հայաստանի իրավապահ մարմինների եւ Եվրոպոլի համագործակցությունը։ Հայաստանի եւ Եվրոպոլի միջև ձևավորվել է գործընկերություն միջազգային եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ։ Գրասենյակի բացումը հնարավորություն կտա արագացնել տեղեկատվության փոխանակումը եւ ամրապնդել մասնագիտական կապերը։ Վանաձորում եւ Գյումրիում շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալիա Լափաուրին ձերբակալվել է։ Կոմիտեի փոխանցմամբ Նատալիա Լափաուրին մեղադրվում է կաշառք ստանալու իրեն վստահված գույքի հապսակության, փողերի լվացման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաեւ ծրագրի փորձագետը։ Նա մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեն նշել է, որ նախաքննության շահերից ելնելով այս պահին այլ մանրամասներ չի կարող տրամադրել։ Օգոստոսի 19-ին ժամը 21:00-ի սահմաններում Ճամբարա քաղաք տանող ավտոճանապարհին գազ 53 մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների։ Բեռնատարը առանց համարանիշի է եղել, իսկ վրաերթի ենթարկվածների ընդհանուր թիվը 6-ն է։ ՊՆ-ի հաղորդմամբ դեպքի հետևանքով զինծառայող Սուրեն Մամրեի Վարդանյանը մահացել է։ Մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ ՀՀ կառավարությունը հրապարակել է 2026-ից 2031 թվականների հնգամյա ծրագիրը, որը քննարկվելու է օգոստոսի 20-ի կառավարության նիստում։ 85 էջից բաղկացած ծրագիրը նիստից հետո նախատեսվում է ուղարկել ազգային ժողով։ Փաստաթղթում նշվում է, որ դրա հիման վրա կառավարությունն ընդունելու է իր գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը։ Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն եւ ապահովել պետության վերելքը։ Կառավարությունը հայտարարում է, որ այս գործընթացով Հայաստանի Հանրապետությունը թևակողում է իր նոր փուլը 4-րդ հանրապետության ձևավորման ճանապարհին։ Կառավարության հնգամյա ծրագրում նախատեսվում է շարունակական անցում արհեստավարժ բանակի պայմանագրային զինծառայողների համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմամբ։ Ծրագրով նախատեսվում է բարեփոխել զինվորական ծառայության կրթական, մարտական պատրաստության, վարձատրության եւ կարիերայի եւ սոցիալական երաշխիքների համակարգերը։ Հատուկ ուշադրություն է նախատեսվում դարձնել զինված ուժերում կանանց ներգրավվածության ընդլայնմանը։ Կառավարությունը նախատեսում է նաեւ զինված ուժերի թվային վերափոխում, հրամանատարությամբ, ծորակոչի, պահեստազորի եւ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգերի թվայնացմամբ։ Ծրագրում ընդգծվում է նաև ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը, տեղական արտադրության ընդլայնումը եւ օտարերկրյա գործընկերների համատեղ արտադրության տեղայնացումը։ Նախատեսվում է նաև բարելավել զինծառայողների բնակարանային պայմանները եւ զարգացնել ռազմական կրթության ազգային համակարգը։ Ռուսական զորքերը օգոստոսի 20-ի գիշերը Կիևը ենթարկել են զանգվածային գնդակոծության, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ, եւս 23-ը վիրավորվել։ Նախնական տեղեկություններով հարվածներ, ավերածություններ եւ հրդեհներ են գրանցվել Սվյատոշնիսկի, Դարնիցկի եւ Սոլոմենսկի շրջաններում։ Հարվածների հետևանքով Կիևի մի շարք հատվածներում վնասվել են շենքեր եւ այլ ենթակառուցվածքներ։ Միաժամանակ հաղորդվում է Ուլյանովսկի մարզում ԱԹՍ-ների հարձակման փորձի հետևանքով 1 մարդ է տուժել։ Փարիզի կողմից 2 իրանցի դիվանագետների արտաքսման որոշումից հետո Իրանի խորհրդարանի հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին Ֆրանսիայի զգուշացրել է սպասվող հետևանքների մասին։ Նա հայտարարել է Իրանի ժողովուրդը չի մոռանում Ֆրանսիայի գործողությունները եւ նշել է, որ հակաիրանական քայլերը կարող են ավելի բարդացնել Փարիզի իրավիճակը։ Իրանական կողմը նրանց մեղադրել է միջազգային իրավունքին եւ Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրում իր օգնականների վրա այս աշնանը Կիմ Չեն Ընի հետ հանդիպում կազմակերպելու համար։ Երկու առաջնորդները կարող են անձնական բանակցություններ վարել Կիմ Չեն Ընի Ասիա կատարելիք հաջորդ այցի ընթացքում։ Քննարկվում է նաև Թրամփի հնարավոր մասնակցությունը նոյեմբերին Շենժեյում կայանալիք EPIC-ի գագաթնաժողովին։ Հանդիպման պաշտոնական ծրագրեր, սակայն այս պահին չեն մշակվում։ ԿՀՎ-ի նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը հայտարարել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ տնտեսական եւ ռազմական ճնշումը զգալիորեն ուժեղացել է։ Նրա խոսքով ռուսական գործողությունների ինտենսիվությունը հասել է այնպիսի մակարդակի, որը նա համեմատել է միջուկային պայթյունի հետ։ Ջոնսոնը նշել է Օդեսայի եւ Նիկոլաևի շրջափակման ուժեղացումը, որը նրա գնահատմամբ սահմանափակում է Ուկրաինայի մուտքը դեպի Սև ծով։ Նա նաեւ մատնանշել է Կիևի կարևոր նյութատեխնիկական եւ արտադրական օբյեկտների, ինչպես նաեւ ճակատային գծի տարբեր հատվածների վրա հարձակումները։ Նրա գնահատմամբ ստեղծված իրավիճակի հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաքը կարող է տեղափոխվել Լվով։
Օգոստոսի 23-ից 24-ին Հայաստանի ողջ տարածքում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա եւս 5-ից 6 աստիճանով։ Օգոստոսի 21-ից 26-ը հանրապետության մի շարք հատվածներում կանխատեսվում է բարձր հրդեհավտանգություն։ Հատկապես վտանգավոր իրավիճակ է սպասվում Երևանում եւ Արարատյան դաշտում։ Օգոստոսի 24-ին լեռնային շրջաններում ջերմաստիճանը կհասնի 32-ից 33 աստիճանի, նախալեռներում 36-ից 37 աստիճանի։ Երևանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում սպասվում է մինչեւ 38-ից 40 աստիճան շոգ։ Օգոստոսի 24-ը Հայաստանում կլինի 2026 թվականի ամենաշոգ օրը։